Շնորհակալություն ձեր ներկայացրած զեկույցի համար, եթե թույլ կտաք 3 հարց։ Դուք նշեցիք, որ այսքան ֆինանսավորել եք խելացի այգի, չգիտեմ, խելացի ջերմոց, խելացի։ Այդ ամեն ինչը արվում է մեր գյուղատնտեսությունը զարգացնելու համար։ Հիմա այս իրավիճակում մեզ հայտնի սանկցիաների իրավիճակում կարծում եմ դուք բոլորից լավ գիտեք, թե ինչ իրավիճակ է ստեղծվել։ Հիմա այս ամեն ինչը արվում է, սա իմ կարծիքն եմ ասում արդեն, որ մեր գյուղացին նեղանա մեր պետությունից։ Էկոնոմիկայի նախարարությունը ինչ է անում, որ այդ հարվածները կամ այդ տրամադրությունները զրոյացնի։ Այս առաջին հարցը։ Երկրորդ հարցը, դուք նշեցիք, որ այսքան ֆինանսավորել եք, իսկ հաշվում եք, թե այդ այգիները, խելացի գոմերը, այդ ֆինանսավորումից հետո արդյունավետությունը որքան է, այսինքն ով է վերցնում եւ իսկապես այգի եւ հիմնում եւ անասնապահությամբ զբաղվում, ով այդ միջոցները մսխում, այդ բանը ունենք, վիճակագրությունը ունենք։ Եվ երրորդ հարցը, մենք ինչքան ամիս կամ տարի կտևի նոր շուկաներ գտնելու եւ այդ այսինքն ոչ թե լինի մեկ անգամյա քայլ, այլ լինի արդեն մշտական հաստատված շուկաներ։ Դա ինչքան կտևի մոտավոր։ Շնորհակալություն։ Պարոն Ազարյան, շնորհակալ եմ հարցերի համար։ Իրականում ձեր երկրորդ հարցը առաջին հարցի հետ շատ սերտորեն փոխկապակցված է։ Եվ նա ընդհանրապես 3 հարցերն էլ իրար հետ փոխկապակցված են։ Տեսեք, երբ որ մենք այսօր խոսում ենք արտահանման մասին, ասում ենք Հունաստան, Լեհաստան, Ուկրաինա, Բելարուս, Ռումինիա, Ղազախստան, Ուզբեկստան, Էմիրություններ արդեն արտահանում ունենք, այդ մեր ծրագրերի պատճառով է։ Այն ինչ որ այստեղ ասեցի, ջերմատնային տնտեսություններ, ինտենսիվ այգիներ, այդ ապրանքը արտահանվելու է։ Այդ ապրանքը արտահանման խնդիր չունի, որովհետև այդ ապրանքը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին։ Հայաստանի ինտենսիվ այգիներում արտադրվող արտադրանքի որակը որևէ կերպ չի զիջում Իսպանիայի կամ Իտալիայի ինտենսիվ այգիներում արտադրվող ապրանքի որակին։ Հայաստանում արտադրվող ջերմոցային ժամանակակից տնտեսությունների արտադրանքի որակը որևէ կերպ չի զիջում գերմանականին կամ լեհականին։ Ինչու՞։ Որովհետև տեխնոլոգիան նույնն է, արտադրողը նույնն է, կառուցապատողը նույնն է, սերմը նույնն է, ամեն ինչ նույնն է։ Նույնիսկ այդ մարդը, նույնիսկ աշխատողը մի օր կարող է այստեղ լինի, հետո գնա Իտալիայում այդ նույն ջերմոցում, հետո գնա գերմանական ջերմոցում, նույնն է ամբողջությամբ։ Հիմա որն է այս խնդրի լուծումը։ Խնդրի լուծումը հետևյալն է, որ մենք, դա նշանակում է, որ մենք նախորդիվ ճիշտ ենք արել, որովհետև նախորդ տարիներին, երբ որ մենք միլիարդավոր դրամներ ենք ծախսելու, Հայաստանում հազարավոր հեկտարներով ինտենսիվ այգիներ են ստեղծվել, Հայաստանում հարյուրավոր հեկտարներով ջերմատներ են ստեղծվել, դրանց արտադրանքը այսօր մենք հեշտությամբ կարողանում ենք արտահանել։ Այ եթե մենք դա նախորդիվ արած չլինեինք, այսօր կարող էինք ասել, որ մենք արտահանման պոտենցիալ եւ հնարավորություն չունենք, որովհետև եվրոպական շուկայում վաճառվելու համար պետք է առաջին հերթին լինի ստանդարտներին համապատասխանություն եւ սերտիֆիկատ։ Եվ այս ապրանքները ունեն։ Նրանք, որոնք որ սերտիֆիկատ եւ ստանդարտներ չունեն, դա այն աշխատանքն է, որը որ պետքա մենք անենք, որպեսզի դրանք էլ ժամանակի ընթացքում փոխվեն։ Սա շատ կարևոր է։ Երկրորդը, ինչ վերաբերվում է մնացած մասը, որը որ որոշակիորեն կարող է արտահանման հետ կապված խնդիրներ ունենալ, բնականաբար փորձենք եւ տեղական շուկայում եւ այլ շուկաներում որևէ այլ եղանակով իրացնել, բայց այս որպեսի դուք ասիք, որպեսի գյուղացին նեղանա պետությունից։ Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսությունները իմ խորին համոզմամբ պետությունից նեղանալու որևէ պատճառ չունեն։ Պետությունը միշտ իրենց կողքը կանգնած է, բոլոր ծրագրերով կողքը կանգնած է, պարարտանյութի սուբսիդավորման ժամանակ կողքը կանգնած է, ապահովագրության ժամանակ կողքը ուրեմն կանգնած է, արտահանման ժամանակ ամեն կիլոգրամի համար փոխհատուցում տալով կողքը կանգնած է, մաքսատուրք վճարելուց կողքը կանգնած է, այսինքն չկա մի որևէ պրոցես գյուղատնտեսական, ջրի ժամանակ ջուրը տալուց ջրի գնի մեծ մասը սուբսիդավորելով կանգնած է։ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսությունը ոչ միայն հարկ
չի տալիս, այլ փաստացի եթե իրար հետ համախառն գումարենք, կարող է պարզվի, որ 50% եւ ավել պետությունը սուբսիդավորում է ընդհանուր ծախսերը։ Եվ չկա այդ հիմքը եւ ես ուզում եմ նաեւ այսօր ասել, որ Հայաստանում այսօր ցանկացած բարձր որակի արտադրանք ինքը իրացվում է եւ Հայաստանի Հանրապետության շուկայում եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Եվ Հայաստանի Հանրապետությունում իրացվում է նաև այն ծավալները, որ կներեք, որ միշտ մենք գնանկումային process-ներ այս օրերին չենք տեսնում։ Չենք տեսնում, դուք տեսել եք, ասենք օրինակ, ելակի գնի շեշտակի անկում, չեք տեսնում, որովհետև արտահանվում է պետական աջակցության միջոցով այլ շուկաներ բավականին մեծ քանակությամբ եւ այսպես շարունակ, այսինքն այդ ամեն ինչը լոլիկի գնի շեշտակի անկում եք նկատել, չեք նկատել, որովհետև պետությունը կանգնած է արտադրողների կողքին եւ ամեն ինչով։ Սա մեկ։ Ինչ վերաբերվում է ավելի շատ ոչ թե արդյունավետության, այլ մոնիտորինգին։ Պետք է ասել, որ այդտեղ շատ մեծ ծավալի աշխատանք է կատարվում եւ կան այո մենք միլիարդավոր դրամներով փոխհատուցում ենք, բայց միլիարդավոր դրամներով էլ չփոխհատուցվածներ կան։ Այսինքն մոնիտորինգը իրականացվում է եւ մենք փոխհատուցում ենք բացարձակապես այն այգիները, այն ջերմոցները, որտեղ որ որակին համապատասխանում է։ Այդտեղ կա տասնյակ ուրեմն քրեական գործեր, որտեղ տասնյակ դեպքեր, որտեղ մարդիկ ուրեմն միլիոններով, տասնյակ հարյուրավոր միլիոններով պետական բյուջե փող են հետ փոխանցել։ Կա դեպքեր, որ դատական process-ի մեջ ենք, այսինքն այստեղ process-ը մշտական ուրեմն գնում է եւ այդտեղ որևէ խնդիր ես չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է նոր շուկաներին, նոր շուկաների հետ կապված ելի եմ կրկնում, Հայաստանի Հանրապետության արտադրանքը այսօր արտահանվում է Եվրոպական միություն։ Կներեք, եթե Հայաստանի Հանրապետության արտադրանքը արտահանվում է Եվրոպական միություն եւ վաճառվում է Եվրոպական միությունում, ես չեմ ճանաչում աշխարհում որևէ այլ շուկա, որը ավելի խիստ պահանջներ ունի, քան Եվրոպական միության շուկան է։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության արտադրանքը համապատասխանում է ամենաբարձր շուկաներին եւ մենք շարունակելու ենք այս աջակցության ծրագրերը այնքան ժամանակ, մինչեւ որ մեր արտադրանքը իր ուրեմն տեղը գտնի տարբեր շուկաներում։ Հիմա ինչու ենք մենք աջակցում այդ պարագայում։ Աջակցում ենք հետեւյալ պատճառով, որովհետև մրցունակություն ստանալու համար երկու հիմնական բան կա, այսինքն դու կարող ես ունենաս որակական մրցունակություն եւ կարող ես չկամ չունենաս եւ գնային։ Հիմա որակական մրցունակության առումով մեր արտադրանքը մրցունակ է եւ մրցում է ֆրանսիական, իսպանական, պորտուգալական, իտալական, թուրքական, հունական եւ այլ ուրեմն շուկաների արտադրանքի հետ։ Բայց շատ հասկանալի պատճառներով, ասենք Հունաստանը կամ Իսպանիան ավելի մոտ են Ֆրանսիային կամ Գերմանիային, կամ նույնիսկ Թուրքիան, քան մենք։ Եվ այդ պատճառով մեր մոտ ծախսերը ավելի շատ են։ Եվ քանի որ մեր մոտ ծախսերը ավելի շատ են եւ գնային մրցունակության խնդիր է առաջանում հայկական ապրանքների արդեն եվրոպական շուկայում եւ այդ գնային մրցունակության խնդիրը լուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախորդ 5 շաբթի եւ այս 5 շաբթի ընդունել է աջակցության ծրագրեր, որոնք վերաբերվում են ըստ էության տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը, մասնավորապես ամեն կիլոգրամի, չգիտեմ, ծիրան կլինի, սալոր կլինի, լոլիկ կլինի, պղպեղ կլինի, ծաղիկ կլինի, ամեն հատի կամ կիլոգրամի համար կոնկրետ ֆինանսավորման չափ կա եւ ըստ էության անսահմանափակ է, այսինքն ոչ մեկ չի ասում, այսքան հենց արտահանեցիք, փողը վերջանալու է։ Ինչքան կա կարող են արտահանել, ինչքան ծավալի ուզում են կարող են արտահանել եւ պետությունը այդ ֆինանսական աջակցությունները նրանց տալու է եւ բնականաբար նաեւ մաքսատուրքի խնդիր կա այնտեղ հիմնականում 8.4-ից մինչեւ 14.4%-ի չափով, որը նույնպես մենք ուրեմն աջակցում ենք եւ իհարկե զուգահեռ էկոնոմիկայի նախարարությունը եւ արտաքին գործերի նախարարությունը աշխատում են եվրոպական գործընկերների հետ, որպեսզի Հայաստանը ստանա տնտեսական հատուկ կարգավիճակ, ինչպիսին օրինակ նախորդիվ ստացել են օրինակ Մոլդովան կամ Ուկրաինան, եւ ես կարծում եմ, որ այդ աշխատանքները եւս հաջողությամբ կավարտեն, բայց դա մի քիչ ժամանակատար աշխատանք է, որովհետեւ պետք է բոլոր երկրների համաձայնությունների ստացումը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, արձագանք, պարոն Նազարյան։ Կարճ արձագանք եմ։ Շնորհակալություն պատասխանի համար։ Դուք նշեցիք, որ պետությունը մեծ ծավալի աջակցում է այսօր երեկել, վաղնել աջակցելու է մեր գյուղատնտեսությանը, մեր ֆերմերային տնտեսություններին։ Այսպիսի մի ենթահարց արդյոք այդ մեծ բեռ չի մեր պետության համար եւ կարող է հեռանկարային առումով դա ավելի բացասական հետևանք ունենալ եւ հիմնական հարցը գաղտնիք չէ, որ Ռուսաստանի կողմից վերջին այդ արգելքները գյուղատնտեսական եւ մերձ գյուղատնտեսական արտադրանքի հետ կապված իմ կարծիքով, իմ առերևույթ գնահատականով
ունի միայն մեկ նպատակ, որ Հայաստանում առաջացնի ինչ-որ ճգնաժամային իրավիճակ։ Ձեր պատասխանից եզրակացնում եմ, որ մենք հեռու ենք այդ իրավիճակից։ Արդյոք չեք կարծում, որ կարող եք կապնվել ձեր գործընկերոջ հետ Ռուսաստանի եւ իրենց հորդորել, որ իզուր իրենց վնաս չտան, այդ խնդիրը ավելի շուտ կարգավորեն, իսկ եթե ավելի լուրջ, ապա ռուսական կողմի հետ կապ ունեք, հարցնում եք ընկերներես ինչ նոր սարքավորումներ եք գնել, որ այդպես տարօրինակ ինչ-որ հիվանդություններ եք անդադ գտնում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Ֆինանսական առումով միգուցե մեծ բեռ է, բայց մեր քաղաքացիների համար ենք անում, իսկ մեր պետությունը մեր քաղաքացու համար է, եւ այդ պարագայում արդեն դա բեռ չէ մեզ համար, այն ինչ որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն անում է իր քաղաքացիների համար, դա չի կարող բեռ լինել, եւ մենք անում ենք ու հպարտ ենք, որ անում ենք ու անելու ենք, որովհետեւ մեր քաղաքացիների նախ մեր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության պաշտպանության գործում ֆանտաստիկ դիմադրողականություն են ցուցաբերել եւ ուժեղ կանգնել են իրենց պետության կողքը։ Եվ հիմա եկել է, որպեսզի պետությունը կանգնի իր քաղաքացիների կողքը։ Եվ այս պարագայում եւ մեր պետության ու մեր ժողովրդին ոչ մեկ չի կարող կոտրել։ Սա եկեք ֆիքսենք եւ սա շատ կոնկրետ գործընթաց է, որ համատեղ անում ենք իրար հետ։ Ինչ վերաբերվում է մեր գործընկերների հետ, հունիս ամսվա ընթացքում նախատեսված են միայն նախնական, կարող եմ ասել, մեկ հաստատ երևի երկու այց իմ Ռուսաստան տարբեր միջոցառումների, որտեղ հանդիպելու եմ երկու տարբեր գործընկերների հետ, հետեւաբար նաև այսպիսի հարցեր կքննարկենք, այսինքն մեր կապերը կան, դրանք տարբեր մակարդակներում են եւ նաև հանդիպումների տեսքով են եւ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան ժողովրդավարական անկախ պետություն է եւ մենք մեր հանդիպումներում միշտ մեր գործընկերներին վերաբերվում ենք շատ հարգանքով եւ բնականաբար այդ հարգանքի մթնոլորտում էլ քննարկում ենք բոլոր հարցերը եւ ես կարծում եմ, որ այս հարցերը եւս կլուծվեն եւ սա այն հարցերը չեն, որ կարող են այդպիսի լարվածություն ստեղծել։